Եթե մենք մերժում ենք սուրբերի բարեխոսություն, նրանց աղոթքը համարելով, որ նրանք մեռած են, ապա կարող ենք մենք արդյոք աղոթել Եղիային եւ Ենովքին, ովքեր մեռած չեն, որովհետեւ նրանք չեն մահացել, այս աշխարհում մահ չեն ճաշակել, այլ ֆիզիկական իրենց մարմնով Տերը վերցրել մոտ տեղափոխել է երկինք։ Ուրեմն նշանակում է մենք կարող ենք այս մարդկանց խնդրել, որ մեզ համար աղոթեն եւ բարեխոսեն։ Եվ երկրորդ, եթե մենք մերժում ենք սուրբերի բարեխոսությունը նրանց համար մեռած, ապա այս դեպքում ինչու ենք մերժում հրեշտակների բարեխոսությունը, չէ՞ որ նրանք մեռած չեն, այլ անմահ էակներ են Աստծո ներկայության մեջ, Աստծո փառաբանության մեջ։ Ինչ այս ամենը մեզ ցույց տալիս սիրելիներ, որ յուրաքանչյուր մարդ, ով հավատում է Հիսուս Քրիստոսին, ֆիզիկական մահով իր կյանքը չի վերջանում, նա ննջում է ժամանակավոր քնով, բայց ապրում է հավիտենական կյանքի մեջ եւ ողջ է, եւ Հիսուսի խոսքը նա երբևէ չպիտի մեռնի, ցույց է տալիս, որ մահը չի կարող մարդու վրա իշխանություն ունենալ։ Մեր ֆիզիկական մահը, ննջումը պարզապես միջոց է հավիտենական կյանքը շահելու համար։ Եվ եթե դու հավիտենական կյանքի մեջ ապրում ես, նշանակում է դու ողջ ես, տեսնում ես, լսում ես, եւ յուրաքանչյուր մարդ, ով քո անունով Տիրոջ ինչ-որ բան խնդրի, դու կարող ես Տիրոջը բարեխոսել այդ մարդու կյանքի, փրկության, առողջության, հոգեվոր խաղաղության համար, որպեսզի մարդը գտնի ճշմարտությունը եւ այդ ճշմարտության մեջ շարունակի ապրել։